Ինչով ենք արդարացնում մեր ծնունդը, սիրելիներս։ Ահա մենք ապրում ենք եւ կարծում ենք, որ մեր կյանքի խնդիրն է աշխատելը, փողը հավաքելը, տուն տեղը դնելը, սոցիալական ստատուս ունենալ, այդ ամեն ինչ աղբ է։ Ահա Աստված ներկա է եւ այստեղ եմ եւ Աստծո առաջ ամեն մեկը պիտի ասեք, ինչով է արդարացում ձեր ծնունդը։ Եվ դրա պատասխան մենք ունենք։ Ձեր ծնունդը արդարացվում է, երբ որ դուք փառաբանում եք Աստծուն արարչագործության համար։ Եվ մենք ընդունակ ենք փառաբանելու Աստծուն, երբ որ մենք առնչվում ենք արարչագործությանը, հիմնականում բնության միջոցով, ինչպես Սուրբ Ֆրանցիսկը իր մահվան պահին գրեց այդ փառաբանությունը, լուսնին համարելով իր քույրը, արևին համարելով իր եղբայրը, եւ ահա սրանք հենց այնպես խոսքեր չեն, եւ սա բնապաշտության հետ ոչ մի կապ չունի։ Ուրեմն եկեք տարբերակենք բնապաշտությունը, որը պարզ մարդկանց սխալմունք է եղել ուղղակի, արևն են պաշտել, ծառն են պաշտել, եւ ահա արարչագործության փառաբանությունը հակադրվում է սրան։ Ես անցյալ օրը երեք դրեցի մի տարօրինակ post իմ Facebook-ում, որը ձեզ իհարկե պիտի թվա տարօրինակ, որովհետև Մաչու Պիչու ասածը ինչ է, որ ես դրել եմ, որ դա իմ հայրենիքն է, կամ ես Երուսաղեմի հետ ինչ կապ ունեմ, որ դա դրել եմ, որ դա իմ հայրենիքն է, կամ Grand Canyon, Արարատը հասկանալի է, բայց սիրելիներս, դուք պետք է հասկանաք, չկա մի երկրորդ, ամեն երկրորդ շաբաթ ես պետք է գնամ Խաղաղ օվկիանոսի ափը եւ դիտեմ այդ հրաշքը։ Ինչու՞։ Որովհետև բնության հետ շփվելը լցնում է քո հոգին Աստծով։ Նոր սա բնապաշտությունը չէ։ Մենք պաշտում ենք բնության ստեղծողին, մենք պաշտում ենք արարչագործության հեղինակին, ոչ թե արարչագործությունը։ Բայց մենք արարչագործության միջոցով ենք, ահա, շնորհակալ Աստծուն ամեն ինչի համար, նաև մեր ծննդի։ Հիմա եթե ասենք Մաչու Պիչու, ինչ է դա։ Մաչու Պիչուն ինձ համար սիմվոլ է, դա Պերուում լեռների մեջ ոչ մեկը ես վիճակի չեմ գնալու այնտեղ իհարկե, կիլոմետրերով պետք է քայլես, Անդես լեռների մի մասն է դա, դրա հրաշք տեղ է պարզապես, եթե կուզեք իմանալ, այդպիսի տեղ ամբողջ աշխարհում չկա։ Եվ այս Մաչու Պիչուն պատկանում էր Ինկայի թագավորությանը, եւ որ 1530-ական թվականներին իսպանացիները եկան եւ ահա սխալ չասեմ իր անունը Ատահուալպա այս թագավորի երիտասարդ տղա էր, որը արևապաշտ էր։ Եվ ահա գիտեք ինչ, ես նորից եմ ասում, արդեն իմ դասախոսություններում դուք գիտեք, որ պետք է շատ զգուշ լինել այլ կրոնավորների հետ։ Եվ ահա սրանք ինչ էին անում, այս Պիզարո եղբայրները, Ֆրանսիսկո Պիզարոն, որը բացարձակապես հանցագործի մեկն էր եւ չեն ասում ոչ միտեղ, բայց կոնֆլիկտը սկսեց կանանցից։ Պերուվացի կանայք շատ հետաքրքիր են, սիրելիներս, ես հատուկ ուսումնասիրեցի, բացարձակապես ուրիշ գեղեցկություն ունեն։ Եվ այս իսպանացիները երբ որ գնացին, բնիկները Ինկայի բնիկները իրենց լավ ընդունեցին, բայց հա սկսվեց այդ կոնֆլիկտը եւ թալանը ոսկու եւ նաեւ կանանց հարց կար այնտեղ, որ ընդունելի չէր Ինկայի տեղական ժողովրդին, իհարկե նրանք հեթանոսներ են, արևապաշտներ են, նաեւ ունեին մանկահասակ աղջիկների զոհաբերության ծես, բայց նորից եմ ասում, այդքան հեշտ չէ մարդկանց դարձի բերելը։ Իսկ ինչ արեցին սրանք, այս Պիզարոյի տգետ քահանաները, երբ որ այս Ատահուալպան ասաց ինչ է ձեր կրոնը, դուք ինչին եք պաշտում, ով է ձեր Աստվածը։ Այս քահանան վերցրեց Աստվածաշունչը եւ տվեց իրեն, ասաց սա է մեր Աստվածը։ Եվ պատկերացրեք այս մարդը, որ կյանքում իրենք գիրք չգիտեն ինչ է, գրականություն չգիտեն ինչ է, գիրքը վերցրեց, հոտոտեց, նայեց այս կողմ, նայեց, սա է ձեր Աստվածը, ու շպրտեց մի կողմ։
դա ակնկալելի էր, ցույց տուր սեր, ցույց տուր ծառայություն, հետո նոր խոսիր քո Աստծո մասին, ինչպես որ Ֆրանցիսն էր անում, գնաց սուլտանին դարձի բերեց։ Եվ ահա, գնաց կոնֆլիկտ այդտեղ, իրար կոտորած եւ այլ, մի խոսքով սպանեցին այդ երիտասարդ եւ բացարձակապես անմեղ մարդուն, եւ ահա այս քաղաքը, այս լեռան տակ Մաչու Պիչուի այդ լեռը, որը Անդես լեռնաշղթայի մաս է, դրա տակ էր իրենց քաղաքը, հենց Մաչու Պիչու էր կոչվում։ Եվ ահա ինչ պատահեց, իհարկե Պիզարոյի այս խուլիգանները իրար սկսեցին կոտորել եւ նաեւ սպանեցին Պիզարոյին, դա ուրիշ էջ է, հավատացեք, ես բնիկների հարցերը շատ եմ քննարկել ացտեկների հետ, դա չպատահեց օրինակ, դա էլ ուրիշ պատմություն է, բայց ահա չես համեմատի մի կանգիստադորին մյուսի հետ, Պիզարոները սարսափելի երևույթ էին։ Եվ ահա, մինչ իրենց ստիպում էին ընդունել քրիստոնեությունը, ուրիշ ասենք թե իսպանացիներ եկան, եւ եթե դա Մաչու Պիչուն էր իրենց քաղաքը, նրանք ներքևներում առանց շփվելու մարդկանց հետ անգամ կառուցում էին քաղաքներ, տաճարներ, գեղեցիկ երգելով, շքերթներ եւ քրիստոնեության փառքը երևաց, որից հետո այս բոլոր բնակչությունները, որ ապրում են լեռների վրա, այդ արևի տաճարների, երկրպագության տաճարների մոտ, նաեւ Մաչու Պիչուից իրենք իջան այդ քաղաքները, լքվեց այդ, հիմա այդ տեղամասը լքված է։ Եվ Մաչու Պիչուն ինձ համար խորհրդանիշ է, թե ինչպես արեգակ պաշտող հեթանոսները իրենց կամքով ոչ մի այնտեղ ժողովրդին չեն, բացի զինվորներից ժողովրդին իրենք չեն դիպել, իսպանացիները չեն դիպել այս ժողովրդին, նրանք ապրում էին այնտեղ, բայց երբ որ քրիստոնեական քաղաքները ստեղծեցին հրաշագերտ տաճարները եւ ցույց տվեցին քրիստոնեական քաղաքակրթության բարձրագույն ձևը, նրանք լքեցին այդ իրենց տները եւ իջան ներքև։ Եվ հաստորեն Մաչու Պիչուն մենք հիշում ենք որպես հեթանոսության պարտության սիմվոլ։ Եվ այդ պարտությունը սիրելիներս գալիս է սիրով, սիրո ներշնչանքով։ Մեզանում իհարկե կան այս կռապաշտները, ես չգիտեմ, անհարմար է ուղղակի քրիստոնեական այսպես ժառանգություն, ես այդ աթեիստ եմ եղել եւ ոչ մի անգամ աթեիստ ժամանակ մեծ հարգանք ունեի մեր արվեստի, մեր եկեղեցիների, մեր ծեսերի, ես հիշում եմ, որ բացարձակապես անգամ չէի տեսել Աստվածաշունչ կամ ավետարան, բայց հա շատ հաճախ մենք գնում ենք Կիրակի օրերը Էջմիածին, որպեսզի լսենք Գոհար Գասպարյանին, Լուսինե Զաքարյանին, եւ դա մեծագույն մեծ համար համերգի, ինչպես թե նաեւ իր մեջ ուներ այդ հանճարեղ երաժշտության համերգը, իհարկե դա ճիշտ մոտիվ չէ գնալու եկեղեցի, բայց ուզում եմ ասեմ, որ դա իրապես բարձրագույն արվեստ է։ Եվ հիմա ինչ եմ ուզում ասել, երբ որ դու կտրվում ես Աստծո ստեղծած գեղեցկությունը տեսնելուց, մանավանդ բնությանը, դու քո հոգին չորանում է, դու քո սիրտը չորանում է։ Դրա համար գյուղացի մարդիկ միշտ պարզ գյուղացիներ, որոնք հողի հետ կապված են, նրանք շատ մեծ ազնվություն ունեն։ Եվ ցավոք սրտի քաղաքային բնակչությունը հենց դա է միայն մտածում, փող ունենալ, տուն-տեղ եւ այլն եւ այլն։ Եվ նորից մեր ազգը ես գիտակցաբար իմանալով դա, ես իմ ամբողջ սիրտն եմ դնում գնաք Արիզոնա, Grand Canyon, դա մի ինչպես դրախտ ես տեսնում այնտեղ նկարագրելի գեղեցկություն է։ Սանտա Ֆե, երբ որ ապրում է այնտեղ Սանգրե դե Քրիստո լեռները կային, ամբողջ հորիզոնը ծածկված էր այդ լեռներով, բավականին շատ լեռներ էին եւ միշտ ձյունածածկ, այնպիսի մի գեղեցկություն,
Եվ դա ներշնչում է ապրել սիրելիներս։ Եվ ինչի համար ես դրեցի հատկապես այդ երգը այս Facebook-ի մեջ եւ նշեցի եւ նաեւ Երուսաղեմի նկատմամբ սերը մեր ժողովրդի մեջ միշտ եղել է իմ պապիկը Հակոբը պապիս հայրը կարծեմ թե պապա քահանա էր եւ նա ոտքով Տավուշի իրենց գյուղից ոտքով քայլել է մինչև Երուսաղեմ, ասենք Երուսաղեմը Սուրբ Հողի նախատիպն է, ճիշտ է այնտեղ գործեց Քրիստոս, բայց երբ որ մենք կապված ենք այսքան մեր հոգով Երուսաղեմի հետ, երկրպագում ենք իհարկե այն հողը, որի վրա Քրիստոս քայլել է, բայց Երուսաղեմը նոր Երուսաղեմի Քրիստոսի գալստյան հետ է ավելի շատ կապվում, եւ մենք պետք է հասկանանք, որ երկնային քաղաքը Երուսաղեմը ինչպիսի փառք եւ ինչպիսի գեղեցկություն ունի բոլոր տները ամեն ինչ ուրեմն շինված են թանկարժեք քարերից եւ դա հիմա այնտեղ է սերներս ես զարմանում եմ որ շատ քիչ մարդիկ կան սրան հավատացող բայց պաստորը հիմա ես ինչ եմ ուզում ասել Okay, ես փոքր ժամանակի մայրը երգում էր Սունյաց սարերը եւ մենք կլանված լսում էինք Սունյաց սարերի երգը չեմ հիշում որ գուսանն է գրել բայց ես ապշում էի իր սերը իր հոգին դրած այդ երգի մեջ եւ հիմա երբ որ ես այդ երգը լսում եմ ես ինքս արտասվում եմ հիշելով իմ մոր սերը եւ Սունյաց սարերի գեղեցկությունը ես եղել եմ Սյունիքում մի քանի անգամ իմ պես Սիսյանցի էր եւ հավաճախ գնում էինք այնտեղ իհարկե դրախտավայր էր այնտեղ լեռներ կային մենք ես հիշում եմ որ աշխատ չէի կարող կտրել այդ մարգագետիներից ծաղկանոց էր դա ծաղկանոց այսպեսի բան ես չեմ տեսել ոչ մի երկրում բայց հիմա ես հարց տամ ուր է ձեր փառաբանությունը ձեր Արարատի մասին քանի երգ ունեք Կիլիկիայի մասին կա հրաշալի երգ իհարկե Սյունյաց սարերի մասին Փառք Աստծո այդ գուսանը գրեց Վանա լճի մասին դուք երգ ունեք դուք երգ ունեք Անիի մասին այս փաստորեն սրանց Մաչու Պիչում մեր Անին է հասկացաք իրենց քաղաքակրթության ուրեմն իհարկե իրենք հեթանոս ազնիվ հեթանոսներ են նրանք չգիտեն Քրիստոսի մասին միշտ որ օրինակը տրվեց սիրո եւ հանճարի բայց ամեն որ պետք է ամեն մարդ իմանար եւ երգեր եւ փառավորեր չկա այդպիսի բան այս որ ասում եք արագածը սիրենք Okay արագածը սիրենք բայց ինչպես սիրենք եթե ասեմ Իսահակյանը ունի կամ մի քանի երգ արվեստ է պետք ստեղծել բնությանը նվիրված նորից ոչ թե որպես բնապաշտություն այլ որպես արարչագործության նմուշների փառաբանություն Աստծո փառաբանություն դուք հասկանում եք պատմություն նայում ես խոսում են Հայաստան դրախտավար այդ երգը կա բայց դա կլասիկ երգ է մարդիկ չեն կարող դա երգել ուր են ձեր երգերը առայն որ իսկապես Հայաստանը եղել է Եդեմը ուր են ձեր երգերը այդ որ ասում եք Արևմտյան Հայաստան okay Ղարսը ես գիտեմ չեմ գնացել բայց գիտեմ Մշուր սարերը չեմ գնացել բանը ես գիտեմ Նարեկավանքա եւ ամեն ինչը բայց ուր են նարեկացում անձի մասին ձեր երգերը Ֆիդայական երգեր եք գրում իմ հայրենիք բայց այդ հայրենիքը պետք է ներշնչի այդ հայրենիքը հոգու մեղեդով պետք է կապի մարդկանց եւ ես դրեցի այս պարս պերոական երգը որը Մաչու Պիչուն կալոտում է հասկանում եք եւ գիտեք ինչքան ունեն իրենք անverջ իրենց անդես լեռնաշխարհի գովերքը հայոց լեռնաշխարհը որը բնորանն է ուր է ձեր երգերը նոյի տապանը որից մենք ես ծնվել եմ դու ծնվել ես ուր է ձեր երգերը նոյի մասին նոյն է մեր սկզբնաղբյուրը մենք նոյի սեմական ժողովուրդ ենք եւ ինչ պատահեց ակադական
բաբելոնական հայկը միայն 600 տարի առաջ Բաբելոնից եկավ Հայաստան, նա հաբետական է։ Ուրեմն մենք երկու ազգ ունենք, Նաիրի Հայասա, Արմենիա, որոնք սեմականներ են, եւ հաբետական հայկը։ Ինչու ենք մենք հայք ասում, որովհետեւ ինքը լինելով հզոր զորավար, նաեւ Բաբելոնում նա կենտրոնացրեց այս ազգերը, շատ ազգեր կային, հետներ կային, նաև ժամանակ իհարկե թուրք-մուրք չկար, բայց ասորիներ կային, քրդերը, կորդված աշխարհը, լուզորում եմ ձեզ, այդ պատմաբան դուք չունեք, ամեն ինչը վերական ու ճշտ է, Ուրարտուն որն է, այդպիսի հասկացողություն չկա, դա արարատյան թագավորությունն է։ Յուրմերը դետեղից վերկացող ալեևներ, թուրքեր, տաճիկներ, ես շատ գիտեմ ինչեր, տաճիկներ ներողություն, այս ոչ թուրքական, ոչ թուրքոիդ, բայց թուրքական որոշ ցեղեր ազնվություն ունեն, նրանք բնիկներ են, բայց այս թուրքական հենց թաթարական ցեղերը, նրանք գողեր են եղել իրենց DNA-ով, գնալ, վերցնել, գողանալ, թալանել եւ սեփականացնել, չունենալով ոչինչ։ Հիմա ինչը ամեն ինչը բաստուրմա է, ես շատ գիտեմ, լամաջի է, դա արաբական, բայց հիմնականում մեր ուտելիքները թեկուզ թուրքական անունով, ինչ կարող է Մոնղոլիայի կամ որտեղից են եկել, իրենց անապատներում նրանք ունեն այս ամեն ինչը։ Ոչ, իրենք հունական, հայկական, ասորական, այդ բոլոր ամեն ինչը եւ խոհանոցով եւ երաժշտություն երբ հունական է, եթե նայեք, լրիվ ցախողված հունական, շան կլանչոց դարձած հունական, նույնն էլ մեր պարերը, եթե նայում եք հունական պարերը, հայկական պարերը, քրդական պարերը, դա նույն հոգով, նույն ուրեմն մշակույթը կիսող ազգեր են եղել, թուրքը դա չի ունեցել։ Հիմա ես չեմ խոսում դրանց մասին, իսկ ծեր Աստծո։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ այսօրվա հայ մարդը իր հոգին նաև կորցրել է։ Մի երկով Սունյաց Սարերի երկով կամ Կոմիտասը իր բոլոր երկերը մեզ կապում էր մեր արմատներին, բայց հիմա դուք ոչինչ չեք հիշում։ Կակալոցով դա ռաբիզը, ես չեմ ուզում ռաբիզին վատ բան ասել, նրանք էլ հոգով երգում են, բայց դա մեր երկարվեստը չէ։ Եվ մեր կոմպոզիտորները ոչինչ չեն անում։ Վայում այս Խաչատրյանի երկրորդ սիմֆոնիան դա ժողովրդական երգ է, Որսկան աղբերը, բայց հիմա ինչ պատահեց։ Ես ուղղակի սարսափում սիրելիներս, շատ եմ սարսափում։ Նորից Գեղամածովակի մասին, ուր են մեր երգերը։ Բանաստեղծությունը մտավորական մարդկանց համար է, բայց պետք է լինեն պարզ երգեր, նվիրված Վանին, Վանալջին, նվիրված Անիին, նվիրված Կիլիկիային, նվիրված մեր սրբերին, Նարեկացուն ու Լուսավորչին, նվիրված Արագած Գևարատին, նվիրված Տաուշին եւ Արցախին։ Մի երկու բան ունեք նորից, մի երկու բանով չի որոշում, ես նորից եմ ասում, այս պերուացիները եւ նաեւ էկվադորցիները, այս ներքևի լատին ամերիկյան ժողովուրդները, հատկապես պերուվացիները, իրենց այս լեռնաշղթայով անդեսով ստեղծել են մի հզոր երկարվեստ, վերևի մասերը արդեն մեքսիկական է բոլորը, ես մոտիկից միշտ ուսումնասիրում եմ, շփվում եմ մարդկանց հետ, եւ իրենք շատ անկապ են իրար հետ, ինչու, որովհետեւ այսօր Պերոն կարող է կա մի 30 հատ ցեղեր, ամեն մեկը իր լեզուն ունի, ամբողջ Մեքսիկոն այդպես է, իրար հետ կապ չունեն առանձնապես, բայց մենք պետք է հասկանանք արժեքները եւ բնության հաղորդագործության փառաբանությունը մեր ամենօրյա խնդիրն է։ Հոլիվուդի կենտրոնում ես ունեմ իմ թռչունների, վայրի թռչունները իմ բալկոնում ապրում են, սկյուրիկները իմ բալկոնում, իմ պատշգամբում ապրում են։ Իմ hummingbird-ը, համինգ ծիտիկը, փոքրիկ ծիտիկ է, որի համար ես նեկտար եմ եփում, շատ ագրեսիվ է, շատ տարօրինակ արարածներ են դրանք։
շատ գեղեցիկ, տարբեր եւ շատ ագրեսիվ են մի թռչունները երամամյուսները հետ կարող է կռվել անգամ խփում են իմ պատշգամբի այս ապակուն երբ որ իրենք շատ կատաղած իրար խփում են ֆիդերի այս նեկտարի խողովակի համար ամբողջ կռիվը եւ նաեւ ես ասեմ որ հասկանում են թռչունները ես իրենց լեզուն եմ հասկանում իրենք իմ լեզուն են հասկանում ես կմիացնեմ Մոցարտ եւ դասական երաժշտություն եւ ահա բոլոր գալիս են հիմա էլ եթե լսեք սիրում են իմ ձայնը երբ որ լսում են նրանք սկսում են երգել բայց անցյալը հետաքրքիր բան եղավ ես սովորաբար գնում եմ Vermont Hills բարձունքներ կան այստեղ քայլում եմ այնտեղ մոտ 2 կիլոմետր հեռու է իմ տնից Նիրայով դասանում է տեսա իմ փոքրիկ Hummingbird-ը եկավ պատտվեց մի երկու անգամ գլխիս վրա ես ճանաչում եմ իրենց արդեն եւ ես չհասկացա նախ եկել է ինձ քթել այդքան հեռու հասկացա որ մի բան է ուզում ասել երբ որ հասա դու առաջին ստուգեցի թե ինչ կա այնտեղ եւ տեսա որ նեկտարը վերջացել է դուք հասկանում եք ինչ է դու պետք է տրոփես մարդիկ շուն են տամ շատ ճիշտ են անում կատու ունեն եւ այլն որովհետեւ Չեմ ասում որ դուք գյուղում ապրեք ունենաք ձեր կենթանիները հավեր ամեն ինչը դա մեծագույն օրհնություն է սիրելիներս դա մեզ պահում է մարդկային այսքան սիրելիներս առայժմ շատ հաճելի է շնորհակալություն